Եթերում Էպիկենտրոն լրատվական ծրագիրն է, տաղավարում աշխատում է Քրիստինե Սութեսյանը, բարի երեկո, մեր եթերում կարող եք դիտել։ Ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը նպատակ էր դրել վերհանել երկրի առջև ծառացած խնդիրները ու ցույց տալ դրանց լուծումները։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կոչ է արել կոտրել սեփական երկրի հանդեպ անտարբերությունը։ Ես բոլորիս կոչ եմ անում, չօգնել, չհասթափել, անտարբերության պատնեշը կոտրելու գործում։ Հավատացեք, որ սա ամենևին վերացական միտք չէ։ Հասարակության մեջ կոտրենք սեփական երկրի հանդեպ անտարբերությունը տիրող հուսալքությունը։ Սա այսօրվա մեր ամենակարևոր խնդիրներից է։ Ոչ իշխանականների համաժողովը համախմբել է ժողովրդի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերի, գործիչների ու անհատների, նրանց միավորել է փոփոխության անհրաժեշտությունը։ Իրավիճակը դառնում է կոնսենսուս -1 դա իշխանությունն է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության օրակարգը նույնն է, 12 կետերի կատարում, սահմանադրության բարեփոխման դադարեցում եւ իշխանափոխություն, իսկ երբ է լինելու հանրահավաքը։ Ես կարծում եմ մենք շատ ժամանակ չունենք։ Պառակտման անհաջող փորձ թե ցածր կարգի հերյուրանք, ում է ձեռնտու տարածել, թե ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը խնդիրներ ունեն։ Մեզ համար ԲՀԿ-ն շատ վստահելի գործընկեր է։ Ազգային համաձայնություն կուսակցության նախագահը կարևոր եւ ծրագրային է համարում Գագիկ Ծառուկյանի ելույթը եւ հնչեցրած բոլոր ուղերձները։ Ամենակարևոր ուղերձը դա այն էր, որ ըստ էության մերժվում են սահմանադրական բարեփոխումների իշխանությունների նախաձեռնությունը։ Մարտական նռնակի պայթյուն Երևանյան բնակարանում նախնական տվյալով Խանդոտ ամուսինը փորձել է սպանել կնոջը, բայց տուժել է նաև եռամյա երեխան։ Ովքեր են եղել տանը։ Թորնիկս եւ մորքուրը։ Ով է նռնակը եղել։ Մորքուրի ամուսինը։ Իսկ ինչու պատճառը ո՞րն է։ Չեմ ցավոքան, չեմ կարող։ Գյումրիի ոչրագործպային Մակովը հոգեկան հիվանդ չէ, իսկ բողոքի ցույցի մասնակից Մնացական Ալեքսանյանին ազատ են արձակել առանց մեղադրանք առաջադրելու։ Շնորհակալ եմ բոլորին։ Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նոր մարդկանցից, կրթված նոր արժեքային համակարգով մարդկանցից, եւ հենց նրանք պետք է լինեն նոր եւ ուժեղ Հայաստանի դեմքը։ Ես չեմ ուզում մի կուսակցությունը մեխանիկորեն փոխարինել մյուս կուսակցությամբ կամ մի անձի մյուսով։ Ես ուզում եմ ստեղծել հնարավորություն, որ կրթված, գրագետ մարդիկ ոչ թե հուսահատ եւ չգնահատված հեռանան Հայաստանից, այլ դառնան Հայաստանի շարժիչը։ Երեք հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ առաջնորդի ծավալուն խոսքին հաջորդած քաղաքական, հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչների, վերլուծաբանների ու քաղաքագետների մի քանի տասնյակ ելույթների մանրամասներն առաջարկվող տեսանյութում։ Մուլտիգրանտ հյուրանոցային համալիրում երեկ տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովը, որին մասնակցում են խորհրդարանական եւ արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ, տնտեսագետներ։ Նրանց բոլորին միավորել էր Հայաստանում առկա խնդիրների հանդեպ մտահոգությունն ու դրանց լուծման ելքերը գտնելու նպատակը։ Մոտ 6 ժամ տևած միջոցառման ընթացքում հնչեցին մի քանի տասնյակ ելույթներ, ծավալուն խոսքով հանդես եկավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իր ելույթի սկզբում կոչ անելով հասարակության մեջ կոտրել սեփական երկրի հանդեպ անտարբերությունը։ Հարգելի գործընկերներ, նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ խորհրդաժողովին մասնակցելու համար։ Շնորհակալություն առաջին հերթին ոչ թե իմ հրավերքը ընդունելու, այն անտարբեր չլինելու պետության եւ մեր ժողովրդի առաջ ծառացած խնդիրների համար։ Ցավով եմ ասում, բայց այսօր անտարբերությունը կամ խնդիրներից թաքնվելը, դրանք չնկատելը դարձել է շատերի համար նախընտրելի գործելավոճ։ Եվ քանի որ այս դահլիճում հավաքվածներդ վաղուց մերժել եք չեզոք դիտորդի կեցվածքը, ես ուզում եմ դիմել ձեզ ձևակերպելով իմ ելույթի առաջին ուղերձը։ Ես բոլորիս կոչ եմ անում, չօգնել, չհասթափել, անտարբերության պատնեշը կոտրելու գործում։ Հավատացեք, որ սա ամենևին վերացական միտք չէ։ Հասարակության մեջ կոտրենք սեփական երկրի հանդեպ անտարբերությունը տիրող հուսալքությունը։ Սա այսօրվա մեր ամենակարևոր խնդիրներից է, որին պետք է հասնենք ճիշտ գործելով, մեր դրած խնդիրներին հավատարիմ մնալով եւ պայքարելով մինչեւ հաղթանակ։ Ես գիտեմ, որ ձեզանից շատերը ակտիվորեն մասնակցում են ձևավորված համազգային շարժման շտաբների աշխատանքներին։ Բացելով այդ շտաբները մենք մի քանի կարևոր խնդիր էինք դրել. լինել մարդկանց կողքին, լսել մարդկանց, այս դժվար պայմաններում մեր քաղաքացուն երբեք չթողնել մենակ։ Մեր հետագա քայլերը մշակելիս հենվել մեր 100 հազարավոր միլիոնավոր քաղաքացիների ցանկությունների եւ պահանջների վրա։ Այսօր ես ուզում եմ ձեզ
տեղեկացնել, որ կատարված է հսկական ծավալի աշխատանք, իսկ նախնական արդյունքները վկայում են, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, որ շտաբային աշխատանքները խիստ անհրաժեշտ էին։ Այդ աշխատանքների շնորհիվ մենք այսօր հստակ տիրապետում ենք հասարակության մեջ տիրող տրամադրությունները եւ պահանջներին։ Մարդկանց համբերության բաժակը իրոք լցվել է արդեն։ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության падգամավոր Վարդան Օսկանյանի խոսքով անկախությունից ի վեր երբեք նման իրավիճակ չի ստեղծվել, երբ ամբողջական իշխանափոխության պահանջն այսքան հրատապ լինի։ Սա որևէ անհատի կամ կուսակցության կամահաճություն չէ, սա պետականության հիմքերը վերջնական խարխլումից փրկելու հրամայականն է։ Այսօր իշխանությունը, որպես դասական իմաստով իշխանություն, որը լավ կամ վատ իրականացնում է իր գործառույթները, ուղղակի բացակայ է։ Կան անհատներ, որոնք բարի իսկական իմաստով իշխում են, բարձրապես, սակայն չկա իշխանություն, որը ճիշտ գնահատում է իրավիճակը, դրանից ելնելով որոշումներ ընդունում եւ գործում։ Ավելին, չկա իշխանություն, որը համարժեք վարքագիծ է դրսևորում ճգնաժամային իրավիճակներում։ Երկրի կառավարումն այսօր իսկապես թողնված է ինքնահոսի, չկա տեսլական, չկա ծրագիր եւ բնականաբար չկան արդյունքներ։ Փոխարենը կա պետությունը անձնական բիզնեսի վերածած իշխողների նեղ խումբ, որը իր համար գրանցում է ճակերտավոր դրական արդյունքներ։ Իրոք այս իշխանությունների վերջի 7 տարիների գործունեությանը, աշխատավոճին եւ վերաբերմունքին նայելիս, ագամա գալիս ես եզրակացության, որ նրանց մոտ ոչ կարողությունը կա, ոչ հնարավորությունը, ոչ էլ ցանկությունը երկրում ինչ-որ բան փոխելու։ Բոլոր խնդիրների լուծման ճանապարհը, սիրելի արենագիցներ, մեկն է՝ իշխանափոխություն։ Խորհրդաժողովի ընթացքում ծավալուն ելույթներով հանդես եկան նաև ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ։ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով հայ ժողովուրդը պատմական ժամանակաշրջանում է գտնվում եւ սխալվելու ու հետքայլի որևէ իրավունք չունի։ Հայաստանի խնդիրների, այսպես ասեմ, հիմքը դա չընտրված, կեղծված իշխանությունն է եւ անպատժելիությունը իշխանության։ Իշխանությունը մեկ պատիժ ունի միշտ։ Ընտրությունների ժամանակ պարտվել է։ Ցավոք սրտի այդ պատիժը վերացել է Հայաստանում։ Մի քանի հիմնախնդիրներ են բերում, որ ինչի չի կարելի ինչ-որ լայնածավալ քաղաքացիական անհնազանդություններ, հանրավակներ, իշխանափոխություն եւ այլ եւ այլ։ Մեկը բերվում է սահմանում արկա իրավիճակը։ Սա ես նկատի ունեմ իշխանության կողմից բերվող հիմնավորումներ։ Եթե մենք մեր անվտանգության մասին մտածում ենք, մենք օր առաջ այս իշխանություններից պետք է ազատվենք։ Որովհետև անվտանգություն առանց քաղաքացու, առանց զինվորի չի լինում։ Այս իշխանությունների մեկ օր մնալը նշանակում է մի քանի հազար մարդի Հայաստանից հեռանալ, այդ թվում զինվորների։ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին մասնակցում էին նաև Երդվյալ ազատամարտիկների միության խորհրդի ներկայացուցիչները։ Միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյանն իր խոսքում նշեց, որ Երդվյալ ազատամարտիկների միությունը, չլինելով քաղաքական կառույց, առաջիններից մեկն է, որ չի կարող անտարբեր մնալ երկրի ճակատագրին վերաբերող հարցերի նկատմամբ։ Մենք ազատամարտիկներս, ապրելով հայրենիքի եւ ժողովրդի ցավով, երկրում տիրող կործանարար արտագաղթ անցկացնելով մեր եւ մեր զոհված եղբայրների արյան պայքարի միջով մեծ ցավ ենք ապրում։ Ցավ ենք ապրում երկրում ստեղծված իրավիճակի համար։ Ցավ ենք ապրում, երբ տեսնում ենք գավառական մտայնության տեր մի չինովնիկ, գործելով նենգախաղի օրենքներով, տարանակալված իր ենթականերով կարող է ծեծի ենթարկել ազատամարտիկին, նրա իսկ այրամբ հաղթանակած երկրում։ Դա արդեն խոսում է այն մասին, որ երկիրը դուրս է եկել իր զորության ուղուց։ Առավել սարսափելին այն է, որ երկրի իշխանավորները հայրենասիրությունը խառնել են ապրանքի հետ։ Հայրենասեր լինելու համար նրանցից արտոնագիր է պետք ունենալ։ Դարձրել են դա իրենց մոնոպոլիան։
ըստ իրեն չափանիշների հայրենասեր լինելու համար պիտի լինես եռասերունդ, ունենաս վարդագույն դեմք եւ մանիկյուր կեցվածք։ Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը, երդվել ազատամարտիկների միությունը մնալով հավատարիմ իր ստանձնած առաքելություններին, այսօր իր հաստատակամությունն է հայտնում լինել ժողովրդական շարժման հետ, ժողովրդի եւ ժողովրդական շարժման առաջնորդ մեծարգո Գագիկ Ծառուկյանի կողքին եւ ակտիվ մասնակցություն ցուցաբերել ժողովրդով հայրենիք ուժեղ պետություն դարձնելու ծրագրերի իրականացմանը։ Խորհրդաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում անդրադարձան նաև սահմանադրական բարեփոխումների խնդրին։ Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի խոսքով փորձ է արվում սահմանադրական փոփոխությունների միջոցով անցնել նեոբոլշևիկյան մոդելի, ներմուծելով Գենսեկի հին ու բարի ինստիտուտը։ Նպատակը մեկն է՝ ապահովել իշխող վերնախավի մի նեղ հատվածի վերարտադրությունն ու նրանց սեփականության բազմապատկումը։ Որքան էլ դեմագոգները, սկզբունքային ժուլիկները եւ 30 արծաթի անշահախնդիր սիրահարները պնդեն, թե իշխանությունը բարեփոխում է առաջարկում եւ ուրեմն եկեք օգնենք նրան, միևնույն է բոլորն էլ հասկանում են, որ սահմանադրական փոփոխություններն արվում են մեկ մարդու համար եւ մենք գիտենք այդ մարդու անունը։ Այդ մարդու եւ Հայաստանի շահերը բախվում են բոլոր կետերում։ Ընտրությունն այս պայմաններում ակնհայտ է։ Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների շահերը վեր են մեկ մարդու շահերից, ով էլ որ լինի այդ մարդը, այնպես որ պետք է հասարակական, քաղաքական, լայն կոնսոլիդացիայի, այսինքն համաժողովրդական շարժման միջոցով նախ ստիպել, վիժեցնել սահմանադրական փոփոխությունները, ապա անցնել նոր, ազգային դեմոկրատական արժեհամակարգով առաջնորդվող իշխանության ձևավորմանը։ Իշխանափոխությունն ազգային անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն է եւ մեր երկրի զարգացման գրավականը։ Այլ տեսակետ ունեցողները թող մասնակցեն Գալիպոլիի ճակատամարտին նվիրված 100-ամյակի միջոցառմանը։ Միացում, ահա այն կարգախոսը, որը պետք է լինի գործողությունների կոդն ու հաջողության նախապայմանը։ Երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը պայթյունավտանգ են համարում նաև արտախորհրդանական ուժերի ներկայացուցիչները։ Լուծումը մեկն է՝ օր առաջ հրաժեշտ տալ գործող իշխանությանը։ Հայրենիքը երկփեղկվել է, հատկապես նվաստացված, ստորացված են երկրի տերերը, բանվորն ու գյուղացին, մանկավարժն ու բժիշկը, գիտնականն ու բանվորը։ Ինչևէց է հանգացումներ, անգործություն, արտագաղթ, սոցիալ-տնտեսական ծանր վիճակ։ Ինչպես դուրս գալ այս վիճակից։ Կոմունիստական կուսակցությունը հետևյալ կարծիքին է, որ ոչ ասել սահմանադրության փոփոխություններին, որը միայն մի նպատակ է հետապնդում՝ վերարտադրության իշխանության։ Երկրորդ, փոխել ընտրությունների մասին օրենքը, կատարել այնպիսի իշխանափոխություն, որը կբերի համակարգային փոփոխություն։ Որպեսզի Հայաստան իրավիճակ փոխվի, առաջին հերթին պետք է Հայաստան ձևավորվեն իշխանություններ, շատ ճիշտ է ասել, նոր որակի, որոնք արտահայտեն ոչ թե դրսի թելադրանքը, ոչ թե սեփական սուբյեկտիվ մոտեցումները, այլ ժողովրդի առջև, երկրի առջև տվյալ պահին կանգնած խնդիրները, դրանց լուծումները ելվինեն ինքնուրույն իրենց մտածողության մեջ, բայց դա ինք իրեն չի լինելու, շատ ճիշտ գրիտ այստեղ բազմիցս նշվեց, որ դա լինելու է լուրջ, հետևողական եւ ճշգրիտ աշխատանքի արդյունք։ Դա դժվար, բայց միանգամայն հնարավոր բան է։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց, որ խորհրդաժողովի ընթացքում բարձրաձայնված բոլոր տեսակետներն անպայմանորեն հաշվի են առնվելու, իսկ ձևակերպված կարևորագույն առաջարկները տեղ են գտնելու առաջիկայում ընդունվելիք հռչակագրում։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Խորհրդարանական կերպազրույցների ընթացքում այսօր քաղաքական ուժերը ևս անդրադարձել են նախորդին կայացած խորհրդաժողովին, հնչեցրել են գնահատականներ։ Սրանից զատ խորհրդարանական ուժերը նշել են, որ ազգային ժողովի նոր նստաշրջանի առաջին քառօրյան անցել է կանոնակարգի խախտումներով։ Քաղաքական մեծամասնությունն ամենառետ օգտագործել է ոչ իշխանականների առաջարկած արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը անտեսելու համար։ Անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին, Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասել է, որ արդյունքը սպասածից ավելին է։ Լևոն Զուրաբյանն էլ ողջունել է անցնցում իշխանափոխության գաղափարը։ Մանրամասները ներկայացնում է Արամ Արարատյանը։ Շաբաթվա քաղաքական իրադարձությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովն է, որի ընթացքում հնչել են հստակ մեսիջներ թե իշխանությանը, թե հասարակությանը։
Երեկվա միջոցառումը ես համարում եմ, որ այն շատ կարևորագույն քայլ, որը ստեղծում է երկրում կոնսենսուս հասարակության եւ քաղաքական ուժերի միջև, իսկ իրավիճակը դառնում է կոնսենսուս -1 դա իշխանությունն է։ Այսպիսի միջոցառում 93 թվականից հիշում եմ քաղաքական հասարակական ուժերի համախմբված միասնական հանդես գալ չի եղել։ Ստեփան Մարգարյանը անդրադարձավ նաև խորհրդաժողովի կապակցությամբ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի արտահայտած կարծիքին։ Ես համոզված եմ, որ այս տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել, որովհետև սա Գալուստ Սահակյանի արտահայտությունները չեն։ Գիտեք, այն ցայտնոտը, որ առաջացել էր այս համաժողովից հետո իշխանական ճամբարում, հասկանալի է։ Միավորվում է քաղաքական դաշտը, միավորվում է հասարակության հետ, հասարակությունը վստահում է եւ գնում է այս քաղաքական ուժերի հետևից։ ԲՀԿ-ի օրակարգը նույնն է մնացել, 12 կետերի կատարում, սահմանադրության բարեփոխման դադարեցում եւ իշխանափոխություն, իսկ երբ է լինելու հանրահավաք։ Ես կարծում եմ մենք շատ ժամանակ չունենք։ Այս քառօրյայի ժամանակ քաղաքական մեծամասնությունը կանոնակարգը խախտելով խուսափեց քննարկել ոչ իշխանականների առաջարկած նախագիծը, կապված երկրի կառավարման ճգնաժամի հետ։ ԲՀԿ խմբակցության падգամավոր Միքայել Մելքումյանը չի տեսնում շրջանառության հարկի խնդրի լուծման ուղղված իշխանության որևէ քայլ, հետևաբար դոմինանտ կլինի ոչ իշխանականների տեսակետը։ Փետրվարի 23-ի քառօրյայում անպայման պետք է լինի նախագիծ, մենք տեր ենք դրա, մենք արդեն 4 ուժերով ԵՌՅԱԿ-ը եւ օրինաց երկիր կուսակցությունը միացել է, մենք մեր նախագիծը ինչ որ ունեինք արդեն ներկայացրել ենք եւ վարչապետին եւ ազգային ժողովի նախագահին եւ իհարկե մոտ օրերս անպայման այդ քննարկումները կգնա։ ԲՀԿ-ն եւս մեկ անգամ հաստատում է իր դիրքորոշումը կապված փոքր ու միջին ձեռնարկատերերի դժգոհության հետ։ Ստեփան Մարգարյանի խոսքով միշտ կանգնելու են իրենց իրավունքը պաշտպանել ցանկացող քաղաքացիների կողքին։ Այս իրավիճակը ինչ որ ստեղծվեց, սա ինքնաբուխ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով առաջացած ընդվզում էր, որին մենք գնացինք, կանգնեցի, մասնակցեցինք եւ այսուհետեւ եւս իրենց իրավունքների համար պայքարող մարդկանց կողքին ենք մենք միշտ լինելու։ ԲՀԿ-ն ողջունում է շահութահարկի փոփոխության գաղափարը, բայց անհանգստանում է, որ դրանից չօգտվի միայն մեկ կազմակերպություն։ Այն լիազորությունը, որ օրենքով նախատեսված է տալ կառավարությանը, մենք դրան դեմ ենք եւ ասում ենք, որ օրենքում պետք է ամրագրել մի քանի դրույթներ։ ԲՀԿ-ՀԱԿ ժառանգություն դաշինքը արդյունավետ աշխատանք է տանում, պնդեց Լևոն Զուրաբյանը։ Բարգավաճ Հայաստանի եւ Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումները օր-օրի մերձենում են, հատկապես փետրվարի 5-ի համաժողովից հետո։ Միայն մեկ ուժ չի կարող պայքարել քաղաքական մենաշնորհի դեմ, անհրաժեշտ է մոբիլիզացիա։ Այսօր այդ ուժն ունեն ոչ իշխանականները, ընդգծում է Զուրաբյանը։ Մեզ համար ԲՀԿ-ն շատ վստահելի գործընկեր է, որի հետ մենք գտնվում ենք մշտական կոնտակտների մեջ եւ համագործակցում ենք։ Քաղաքական մեծամասնության անպատասխանատվությունը նկատվեց նաև վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ, նշեց Զուրաբյանը։ Իշխան Զաքարյանը երկու կարևոր առաքելության ժամանակ բացակայում էր խորհրդարանից։ Ուր է Իշխան Զաքարյանը։ Որևէ մեկը տեսել է Իշխան Զաքարյանին։ Ես նկատի ունեմ այս իր անհետացումից հետո այն պահից սկսած, երբ որ ազգային ժողովի ընդդիմությունը հայտարարեց Իշխան Զաքարյանի հետախուզությունը, այդ պահից սկսած նա վերցրեց արձակուրդ։ Իշխանությունը ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում, ոչ ֆինանսական ճգնաժամի, ոչ էլ ժողովրդի սոցիալական վատ վիճակի համար, շեշտում է падգամավորը։ Նա պնդում է, որ վիճակից միակ ելքը անցնցում իշխանափոխությունն է։ Խորհրդաժողովի արդյունքը սպասվածից ավելին է, ասում է Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։ Ամենատարբեր մոտեցումները եղան, որոնք եւ սպասելի էին։ Մոտ ապագայում համաժողովրդական շարժումը իմի կբերի բոլոր կարծիքները եւ հանդես կգա քաղաքական քարտեզով, իշխանափոխության արտահերթ առաջարկով։ Լավագույն տարբերակը, ճիշտ տարբերակը, արժանապատիվ տարբերակը մեր պետության համար հետեւյալն է, որ իշխանությունը վերջ տա այդ ինքնասիրարարվածությանը, որ ամեն ինչ նորմալ է եւ իրենք կառուցում են ապահով Հայաստան, համարժեք, adekvat գնահատի ստեղծված իրավիճակը, իսկ դա բավականին ծանր է։ Իշխանությունը պիտի հրաժարվի սահմանադրության բարեփոխումից։ Ըստ Ռուբիկ Հակոբյանի, այդ կերպ իշխանությունը փորձում է վերարտադրվել։ ՕԵԿ-ը շարունակում է գործակցել ոչ իշխանական կուսակցությունների հետ։ Խորհրդարանում նրանք հանդես են գալիս համատեղ առաջարկներով։ Մեզ հաջողվեց այս ամիսների ընթացքում աշխատանքային խումբ ձևավորել 4 քաղաքական ուժերի
մասնակցությամբ Պարկավաճ Հայաստան, Օրինաց Երգիր, ՀԱԿ եւ Ժառանգություն խմբակցության մեր ներկայացուցիչների հետ մեզ հաջողվեց ստանալ միացյալ փաստաթուղթ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծ։ Արամ Արարետյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի 3 տեղի ունեցած խորհրդաժողովը ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Հայաստանի քաղաքական պատմության մեջ աննախադեպ է համարում։ Ըստ նրա խորհրդաժողովն աննախադեպ էր, քանի որ ԲՀԿ նախագահին հաջողվել է համախմբել քաղաքական, հասարակական տարբեր հայացքներ ունեցող ուժերի։ Արամ Հարությունյանը կարևոր է համարել նաեւ ԲՀԿ նախագահի բոլոր ուղերձները։ Ազգային համաձայնություն կուսակցության նախագահի դիտարկմամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի ներկայացուցչական կազմ ունեցող խորհրդաժողովի մասնակիցների ցանկությունը մեկն է՝ պետք է լինի իշխանափոխություն։ Բոլոր ելույթ ունեցողները վիճակից ելքը տեսնում էին իշխանափոխության մեջ, ինքս նույնպես ելույթ եմ ունեցել, հիմնական սկզբունքը իմ կարծիքով իշխանությունների համար այն է, որ իրենք պետությունը տեսնում են որպես եկամուտ ստանալու աղբյուր։ Պետությունը նրանց համար կարծես թե մի բաժնետիրական ընկերություն է եւ իրենք էլ հիմնական բաժնետերերն են եւ ամեն ինչ այդ տրամաբանությամբ է շարժվում։ Խելամիտ է նաև Գագիկ Ծառուկյանի եւ խորհրդաժողովի մասնակիցների միասնական այն որոշումը, որ իշխանափոխությունը պետք է լինի անցնցում, առանց Մայդանի, ասում է Արամ Հարությունյանը։ Շախմատում հանձնվելու մի քանի տարբերակ կա։ Մի տարբերակը մատային դիրքն է, երբ որ արդեն ուղղակի շախ են տվել, մատը արքան տեղ չունի գնալու։ Մյուս տարբերակ կարող ես նույնիսկ դու շախ չտալ, ինքը այսինքն այնքան է դիրքը վատանում, կոպիտ ասած, մատի սպառնալիքի տակ ինքը հանձնվում է։ Եթե 100,000 մարդ կանգնեց, ասենք հրապարակում, ես համոզված եմ իշխանությունները գնալու են, ասենքն, այդ արտահերթի, որտեղ ուրիշ տարբերակ չկա նաև։ Ազգային համաձայնություն կուսակցության նախագահը կարևոր եւ ծրագրային է համարում Գագիկ Ծառուկյանի ելույթը եւ հնչեցրած բոլոր ուղերձները։ ԲՀԿ նախագահը ներկայացրեց համաժողովրդական շարժման գրասենյակների գործունեության հաշվետվություն, ինչից պարզ դարձավ, որ շտաբները այս ընթացքում հսկայական աշխատանք են կատարել։ Ըստ էության շտաբներով հաջողվում է կարելի ասել ուղիղ կապ ունենալ ժողովրդի հետ, խնդիրները բարձրացնել եւ նաեւ փորձել, ասենքն, լսելի դարձնել իշխանություններին։ Ամենակարևոր ուղերձը դա այն էր, որ ըստ էության մերժվում են սահմանադրական բարեփոխումների իշխանությունների նախաձեռնությունը, որովհետեւ բոլորը հասկանում են, որ դա ընդամենը վերարտադրության միջոց է լինելու իշխանությունների համար։ Արամ Հարությունյանի խոսքով խորհրդաժողովը նոր լիցք է հաղորդել ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերին։ Բոլորն էլ գիտակցում են, որ առանց համախմբման հնարավոր չէ ստեղծված վիճակում որևէ բան փոխել։ Գագիկ Ծառուկյանը նաեւ համախմբման նորից կոչ արեց, նա ըստ էության իր մոտեցումներ ներկայացնելով նաեւ հնարավորության հարթակ էր տվել բոլոր քաղաքական մասնակից ուժերին, հասարակական կազմակերպություններին։ Արթուր Հակոբյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Փետրվարի 5-ի խորհրդաժողովից հետո սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթն ու հանրապետական որոշ պատգամավորների արձագանքը։ Գագիկ Ծառուկյանը մեկնախադասության մեջ ամփոփեց հասարակության տրամադրությունները, իսկապես բոլորիս համբերության բաժակը լցվել է, Հայաստանն արմատական փոփոխությունների կարիք ունի եւ ժամանակն էլ շատ սուղ է, գրում է Հրանտ Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում։ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը բավականին ներկայացուցչական ստացվեց եւ ապացուցեց այն, ինչի մասին վաղուց գիտեինք։ Իշխանությունը մնացել է լրիվ մենակ։ Փաստորեն ժողովուրդը եւ իրական ընդդիմությունը միակարծիք են։ Հայաստանին պետք է ոչ թե Մայդան, արյունահեղություն եւ հեղափոխություն, այլ բարեկեցիկ արժանապատիվ ապագա։ Մնում է, որ իշխանությունը նույնպես դա գիտակցի եւ զիջումների գնա։ Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է նաև հանրապետականների արձագանքը փետրվարի 5-ի խորհրդաժողովին։ Քաղաքագետ Գեգամ Նազարյանը գրում է. Գալուստ Սահակյանն ամենայն հավանականությամբ ԲՀԿ նախագահի ելույթը չի ընկալել, քանի որ այն ըստ նրա իսկ գնահատականի բեռնված է շատ բառերով։ Խայտառակը ոչ թե Գագիկ Ծառուկյանի ելույթն է, այլ Գալուստ Սահակյանի բուռն կենսագրությունը։ Նա մի քանի տարի առաջ պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ հիմա ոտնատակ տալով պետության եւ ազգի շահերը, ջանք ու եռանդ չի խնայում Սերժ Սարգսյանի հավերժ կառավարումն ապահովելու համար։
Գալուստ Սահակյանի պատասխանը որքան հակիրճ է, այնքան էլ նյարդային, ինչը վկայում է, որ իշխանությունը ծանր է տարել երեկվա ելույթը։ Facebook-ի իր էջում գրել է Մարինա Շահբազյանը։ Գալուստ Սահակյանը անգամ հայտարարում է իլուր բոլորի, որ ՀՀԿ գործադիր մարմնում առաջիկայում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի ելույթը։ Միայն այս հայտարարությունը վկայում է, որ Գագիկ Ծառուկյանի ելույթը խփել է կոնկրետ նշանակետին։ ՀՀԿ միանձնյա իշխանության ժամանակն ավարտվել է, գրառման հեղինակ Վազգեն Պետրոսյանը շարունակում է։ Ծառուկյանի խոսքերն անհանգստացրել են իշխանություններին, քանզի իրենք բոլորից լավ գիտակցում են, որ Ծառուկյանը ճիշտ է ու նրա հետևից ժողովուրդը կգնա մինչև հաղթական ավարտ։ Սակայն փոխանակ նրանք հետևություններ անեն ու ականջալուր լինեն ժողովրդի պահանջին, խոսեցնում են Ծառուկյանի դեմ մաեստրո Գալուստ Սահակյանին, ում խոսքերն այնքան անտրամաբանական են, որ նույնիսկ մեկնաբանության արժանի չեն։ Էմոցիոնալ եւ ոչ տրամաբանական։ Այդպես է հանրության մի մասը գնահատում հանրապետականների արձագանքը։ Գալուստ Սահակյանից զատ Facebook-ի օգտատեր Արմինե Ամիրյանն անդրադարձել է նաեւ այլ հանրապետականների։ Ամենազվարճալին իհարկե հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանի նույն ինքը Փուչիկ Կարենի արձագանքն էր։ Հավանաբար Ավագյանի համար բոլոր միջոցառումները, որ այն ժամանակ փուչիկները չեն պայթում, հրդեհ չի բռնկվում, հարյուրավոր մարդիկ չեն տուժում, փուչիկ միջոցառում են։ Ես իմ կողմից ընդդիմությանը մաղթում եմ ինչքան հնարավոր է շատ այսպիսի փուչիկ միջոցառումներ կազմակերպել, որոնց ընթացքում կներկայացվեն երկիրը ճգնաժամից դուրս բերելու ուղիները եւ Հայաստանը Փուչիկ Կարենների եւ Արմեն Աշոտյանների նմանների իշխանությունից ազատելու հստակ միջոցները։ Սոցցանցերում քննարկում ծավալածները հիմնականում կարծում են, որ իշխանության ներկայացուցիչները բովանդակային վերլուծության չեն ենթարկում ոչ իշխանական ուժերի երեկվա համաժողովը, այլ փորձում են էմոցիոնալ արձագանք տալ։ Այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում նոր-նորքի 9-րդ զանգվածի 17 շենքի բնակարաններից մեկում բռնարնակ է պայթել։ Վնասվել են կին եւ 3 տարեկան մի երեխա, նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Բնակիչներն ասել են կինն այդ տանը դայակ է աշխատել, նրա ամուսինը մտել է բնակարան եւ նռնակ նետել։ Ընդ որում դա կնոջ ազգականի բնակարանն է։ Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը հայտնաբերվել է։ Մանրամասները Լուսինե Մուրադյանի տեսանյութում։ Պայթյուն նոր-նորքի 9-րդ զանգվածում բնակարաններից մեկում մի տղամարդ նռնակ է պայթեցրել։ Դեպքը տեղի ունեցել կեսօրին, պայթյունի ձայն դրսում չեն լսել։ Եղածի մասին շենքի բնակիչները տեղեկացել են բակում ստեղծված խառնաշփոթից։ Այն կողմն եղել, մենք այդ զալի մեջ եղել դեպքը մենք չենք լսել։ Մենք այն նկատենք, որ ոստիկանները եկան բարձրացան իրեն։ 17-րդ բնակարանում 5 հոգի է ապրում։ Պայթյունից տուժած երեխան, նրա հայրն ու մայրը, պապն ու տատը։ Պայթյունի ժամանակ ընտանիքի 5 անդամից տանն է եղել միայն երեխան տատի քրոջ հետ։ 4-ը գործ են եղել, երեխան տատիկի քրոջ հետ տանն է եղել։ Այդ աղմախը եկել գրանատը քթե տողը գնացել։ Նախնական տեղեկությամբ նռնակը նետողը տատի քրոջ ամուսինն է եղել։ Հարութի բաժանան է եղել։ Մորքուրն ու երեխան են եղել տունեն։ Եկերատը վիճվեր են, թե ինչ եղեն, նռնակ ծերա։ Я только слыхала, как будто стул упал или что, вот так. Больше я ничего не слыхала, телевизор громко работал. Հարությունը տուժած երեխայի պապն է։ Դեպքի մասին միայն կծկտուր տեղեկություն է հայտնում։ Ովքեր են եղել տանը։ Թորնիկս եւ մորքուրը։ Ով է նռնակը նետողը եղել։ Մորքուրի ամուսինը։ Իսկ ինչու պատճառը ո՞րն է։ Չեմ ցավոտան, չեմ կարող ասել։ Հիմա վիճակը երեխայի ո՞նց է։ Տալեն ցերետելի օպերացիա պիանեն։ Նռնակի պայթյունի հետևանքով երկու տուժածները տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր, կասկածյալը հայտնաբերվել է։ Լուսինե Մուրադյան, Ջիրայր Հաբետյան, Էպիկենտրոն։ Այսօր կրճատվել է Նաիրիտ գործարանի 1700 աշխատակից, տեղեկացրել է Նաիրիտի արհմիութենական կոմիտեն։ Կրճատվեցին ընկերության հազվագյուտ բարձր որակավորում ունեցող մասնագետները, որոնք տարիներ շարունակ անուրանալի ներդրում են ունեցել գործարանի արտադրական գործընթացում։ Ընկերության արհմիությունը խորին երախտագիտություն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին եւ լույահույս է, որ գործարանն այնուամենայնիվ վերակառուցարկվելու է եւ բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի։ Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեր հետ միասին պայքարելու ենք հնարավոր սեղմ ժամկետում պարտքերի խնդիրը լուծելու համար, հայտարարել է գործարանի արհմիութենական կոմիտեն։ Տնտեսական թեմաների մասին շրջանառության հարկի դրույթը նվազեցնելով կառավարությունը կարծես փորձում էր աջակցել ՓՄՑ-ներին, բայց օրենքը իրականում կարող է թակարդ լինել։ Զարգացած երկրների համախառն ներքին արդյունքում ամենամեծ բաժինն ունի փոքր ու միջին բիզնեսը, քանի որ պետությունը պայման է ստեղծում նրանց համար։ Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Վարդան Բոստանջյանն անդրադարձել է միջին խավի արտագաղթին ու տնտեսական մրցակցությանը։
Աշխարհի երկրների մեծ մասում համախառն ներքին արդյունքում ամենամեծ բաժինն ունեն փոքր ու միջին ձեռնարկությունները։ Պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը կարծում է, որ այդ ձեռնարկությունների համար ստեղծված անբարենպաստ պայմանները մեր երկրում նպաստում են միջին խավի արտագաղթին, տնտեսական մրցակցության եւ ամբողջ տնտեսության խաթարմանը։ Կարծես թե պետությունը շրջանառության հարկի դրույքը նվազեցնելով փորձում էր փոքր ու միջին ձեռնարկությունների մասին մտածել, բայց օրենքը դարձյալ այդ ձեռնարկությունների դեմ դուրս եկավ։ Ճնշող զանգված է տնտեսավարող սուբյեկտների ըստ էության զրկված են այդ հնարավորությունից, ուրեմն ապահովելու թափանցիկ փաստաթղթա շրջանառություն։ Նրանք պարզապես չեն կարող եւ այս պարագայում այդ 3.5%-ը իջեցում դեպի 1%-ի ըստ էության դառնում է անհնարին մի երևույթ։ Փաստաթուղթ չտրամադրողը խոշոր բիզնեսն է, բայց օրենքը միևնույն է, աշխատում է փոքր բիզնեսի դեմ։ Վարդան Բոստանջյանի խոսքով, փոքր ու միջին բիզնեսը մեր երկրում սոցիալական բիզնես է։ Այն ավելի շատ սոցիալական խնդիրներ է լուծում, քան մեծ շահույթ ապահովում։ Տնտեսագետի կանխատեսմամբ օրենքը կունենա տնտեսական, քաղաքական ու սոցիալական լուրջ հետևանքներ, տնտեսական համակարգի խաթարումից մինչև աղքատության խորացում։ Եթե երկիրը չունենա փոքր եւ միջին բիզնես, իմացեք, որ դա տանում է տնտեսական համակարգի կործանման։ Տնտեսագետը կարծում է, որ օրենքը պետք է հիմնովին վերանայել, իսկ լայն իմաստով Վարդան Բոստանջյանի խոսքով խնդիրը ոչ թե շրջանառության հարկի մասին օրենքի, այլ տնտեսության կառավարման համակարգի խոցելիությունն է։ Աննա Ղավալյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Սահմանին կատարվող ցանկացած դեպք, նաև 3 գիշեր թշնամու կրակոցից խաղաղ բնակչի զոհվելը անպատասխան չի մնա։ Այսօր հայտարարել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նա ասել է, որ մենք հակառակորդի խաղաղ բնակչության վրա կրակ չենք բացում։ Նաիրա Պողոսյանն է պատմում։ Եթե մենք ամեն օր թշնամու ոտնձգություններին պատասխան չտանք, համարժեք կրակ չբացենք, մենք տանուլ կտանք այս պատերազմում, այսօր հայտարարեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նշելով, որ հրամանատարությունը մշտապես նոր ելքեր է որոնում առանց զոհ ունենալու թշնամուն դիմագրավելու համար։ Այս պահին սահմանին կա դանդաղ պատերազմ։ Այս պատերազմում եթե մի օր պարտվենք, մի օր, ես նորից եմ խնդրում, հասարակական ընկալումների մեջ զոհը պարտություն եք ընկալում, սա պարտություն չի։ Եթե մի օր պարտվենք, մենք ոչ թե զոհ կունենանք, այլ դիրքեր կկորցնենք։ Իսկ այդ դիրքերը ոչ թե ինչ-որ մի հենակետ, այլ շատ ծանր բաներ։ Եթե ամեն օր իրանց խախտումներին պատասխան չտանք, եթե ամեն օր իրանց ոտնձգություններին պատասխան չտանք, ապա կսկսենք պատերազմում պարտություններ կրել։ Ինչպես ցանկացած ոտնձգություն, սահմանին երեկվա կատարվածը, երբ կրկին խաղաղ բնակիչ զոհվեց, նույնպես անպատիժ չի մնա, սակայն մենք ի տարբերություն Ադրբեջանի խաղաղ բնակչության վրա կրակ չենք բացում։ Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործին, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով ներկա փուլում շատ մանրամասներ դեռևս պարզվում են, սակայն փաստ է, որ վերահսկողության պակաս է եղել։ Դա հաստատեց նաև զինվորական դատախազ Արտուր Անտոնյանը, նշելով, որ բոլոր մեղավորները կհայտնաբերվեն եւ կպատժվեն։ Կատարվում է նախաքննություն, եւ ես միանշանակ ասում եմ, որ նա կատարվելու է լրիվ օբյեկտիվ եւ բազմակողմ։ Յուրաքանչյուր թերացում, որը անմիջապես քրեայրավական իմաստով պատճառը հետևանքային կապի մեջ կգտնվի մավան երկի հետ, ապա միանշանակ նման անձին ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Միջանձնային հարաբերությունների պատճառով միջադեպերը բացառելու, կոռուպցիոն ռիսկերը պակասեցնելու ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվում, հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։ Մենք բոլորս խոստովանում ենք, Պաշտպանության նախարարը բազմիցս ասել է, մենք խորհրդային հասարակությունից անցած խորհրդային ինստիտուտները ժառանգած բանակ ենք։ Նույն զորակոչային համակարգը, հավատացեք, այսօր իդեալական չէ, բայց շատ մոտ է իդեալականին, բայց հսկայական տիտանական աշխատանք պահանջվեց եւ անմիջապես նախարարի ձեռքի մեջ շուրջ 2 տարի եւ տասնյակ սպաներ, չգիտեմ, բժիշկներ, զինվորական համակարգի մասնագետներ մինչև չհեռացվեցին տեղից, գործը չշարժվեց։ Բանակում դրական փոփոխությունները ակնհայտ են, դրանով հանդերձ անելիք շատ կա, թեկուզ նույնիսկ պայակազմի վարվեցողության ուսումնական հաստատություններում դասավանդման առումով։ Նաիրա Պողոսյան, Արտուր Սիրքասյան, Էպիկենտրոն։ Արմեն Ղահրամյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ։ Նախկին պետն ազատվել էր ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանից սպանության պատճառով։ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի շարքային Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Շեքսպիր Հակոբյանը զոհվել էր 3 պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում։
Չիտայի զինվորական կոմիսար Ալեքսանդր Լոկանովսկին հերքել է ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկությունը, թե Գյումրիի ոճրագործ Պերմյակովը բուժվել է հոգեբուժարանում։ Լոգինովսկին նշել է, որ Պերմյակովը առողջ է զորակոչվել բանակ եւ նրա առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը կարգին են։ Բացի այդ, իրենց քաղաքի բոլոր երիտասարդների պես Պերմյակովն էլ 14 տարեկանից զինկոմիսարիատում ենթարկվել է բուժզնման, ասել է զինկոմը։ Ձերբակալված մնացական Ալեքսանյանն ազատ է արձակվել։ Սառնախբյուր գյուղի բնակիչ մնացականը ձերբակալվել էր Գյումրիում հունվարի 15-ին ոստիկանների հետ բախման համար եւ տեղափոխվել Ախուրյանի ձերբակալվածների պահման վայր։ Ալեքսանյանն ազատ արձակվելու պահանջ էին դրել սառնախբյուրցիները եւ ակտիվիստները։ Այսօր նախատեսվում էր նաեւ ավտոերթ մնացականին ազատելու պահանջով։ Ավտոերթը հետաձգվեց, քանի որ ձերբակալված սառնախբյուրցին ազատություն է ստացել։ Նշենք, որ մնացական Ալեքսանյանին ազատ են արձակել առանց մեղադրանք առաջադրելու, առանց խափաման որևէ միջոցի ընտրության։ Շնորհակալ եմ բոլորին։ Արդարացի պահանջը համայն հայությանն է։ Համայն հայության մեջ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես էլ եմ մտնում։ Սառնախբյուրցի մնացական Նախուրյանի ձերբակալվածների պահման վայրում էր փետրվարի 5-ից։ Մինչ տղան այստեղ պահվում էր կասկածյալի կարգավիճակում, պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակը տարածեց հայտարարություն, որում պատգամավորը նշեց մեջբերում եմ. ցանկանում եմ տարակուսանք հայտնել ձերբակալության կապակցությամբ եւ հարցնել, արդյոք հնարավոր չէ իրարանցման գյումրեցիներին ափերից դուրս գալու եւս մեկ առիթ չտալ։ Արդյոք մեկ ամբողջ տարածաշրջանի անդորը պակաս կարեւոր է։ Արդյոք հունվարի 15-ի դեպքերից անհրաժեշտ հետևություններ չենք արել։ Արդյոք սա անհաջող փորձ չէր շեղելու հասարակության ուշադրությունը մեր հիմնական պահանջից։ Ձերբակալվածի համագյուղացիներն ու ակտիվիստները ազատ արձակելու պահանջ ներկայացրեցին։ Հակառակ պարագայում խոստացան ավտոերթ իրականացնել ի նշան բողոքի եւ պահանջի պնդման։ Ավտոերթը չկայացավ, մնացականն ազատ արձակվեց, նա դուրս եկավ Ախուրյանի ձերբակալվածների պահման վայրից առանց մեղադրանքի առաջադրման։ Մնացականն այստեղ մնաց 45 ժամ փետրվարի 5-ի ժամը 17-ից մինչև փետրվարի 6-ի ժամը 14-ը փաստաբանն ասում է ազատ արձակվեց, քանի որ ձերբակալության հիմքերը բացակայել են։ Ներկայացին մեզ տվել են միայն որոշում, որ ձերբակալվածին ազատ արձակելու մասին։ Ոչ մեղադրանքի առաջադրած, ոչ խափանման միջոց է ընդրված, ասենք ստորագրություն։ Մնացականը որոզի կարող է բացակայել երկրից։ Ներկայային ճիշտ ասած ոչ, երևի։ Ստացվում է, որ մնացականն ապօրինի է պավել անազատության մեջ։ Հարցի պատասխանը դեռ որոնում է տղայի հայրը Մարտիրոս Ալեքսանյանը։ Ինչի համար իմ որդուն մենակ, ինչի համար դեն ստացվեց։ Իմ հարցը դեռ պատասխան չունի։ Պարզ է, որ գործը դեռ կարճված չէ, դեռ փակված չէ, տեղի կունենա հետաքննություն, թե ոնց է անվանվում, չգիտեմ, ես պնդելու եմ միշտ։ Արմենու Հիմինեսյան, Արթուր Մարգարյան, Գյումրիից էպիկենտրոնի համար։ Հունվարի 2-ից Հայաստանը ԵՏՄ անդամ է։ Հունվարի 2-ից մենք նոր օրենքներ ու դրույթներ ունենք, տարբեր ոլորտների առնչվող։ Օրենսդրական փոփոխությունները սակայն շատերին չեն հետաքրքրում։ Ֆավորիտը աշխատանքային միգրանտներին վերաբերող որոշումն է։ Գործազուրկ հայերին հատկապես այդ հարցն է մտահոգում, վերջապես տանում են արտոնություն, թե ուղղակի լավ շարադրված ոչինչ չասող փաստաթուղթ։ ԵՏՄ-ի միգրացիոն օրենքից դժգոհ քաղաքացիների կարծիքն ու Հայաստանի միգրացիոն ծառայության պետի մասնագիտական բացատրությունը Արմինե Ավետիսյանի տեսանյութում։ Հունվարի 2-ից դարձանք ԵՏՄ անդամ ու ուրախացանք։ Վերջ, Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենքից էլ չենք դուժի, անարգել կհասնենք մեր երկրորդ տուն, Ռուսաստան ու գործի կանցնենք։ Շաբաթը սակայն ուրբաթից շուտ եկավ։ Աշխատանքային միգրանտները տոմսերը ձեռքին մնացին։ Պարզվեց հարևան երկրի միգրացիոն օրենքը ոչ թե մեղմացել, այլ ճիշտ հակառակը, խստացել է։ Մենք Մոսկվայից անցնելու շտրաֆը մուծել ենք։ Թղթաբանությամբ մենք մուծել ենք, որ պիտի ես թռչեի Մոսկվա, ինձ ասել են չի կարելի, դու զապրետ ունես։ Խախտումներ ասում ենք, չգիտեմ, իրանց օրենքներով երևի չեմ շարժվել, բայց գրանցումը ժամանակին արել եմ։ Օրենքի զոհերը դուրս եկան բողոքի, կառավարության դեմ բողոքեցին ու պահանջեցին խոստացված դյուրացումը։ Մեկ ամիս հարցը տարբեր հարթակներում քննարկվեց, տարբեր մեկնաբանության արժանացավ, վերջը գործը հասավ դիվան Բաշուն, այս դեպքում միգրացիոն ծառայության պետին։ Ասուլիս է հրավիրել ու բացատրում է ԵՏՄ անդամակցությունը ինչ է տվել մեզ։ Նախ նշվում է, որ պայմանագրով ՌԴ մուտքի ոչ մի տեսակ դյուրացման հարց չի քննարկվել ու չկա նման կետ։ Քննարկվելու հաստատվել է, որ հունվարի 2-ից ԵՏՄ անդամ երկրներում՝ Բելարուսում, Ղազախստանում, Ռուսաստանում աշխատել համար Հայաստանի քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, նաև պատենտ։ Աշխատանքային միգրանտը կնքելով աշխատանքային պայմանագիր գործատուի հետ, սա առաջի տարբերակ, առաջի ուղղություն կամ կնքելով ծառայությունների մատուցման պայմանագիր անհատ անձի ֆիզիկական անձի հետ, սա երկրորդ ճանապարհը, երկրորդ ուղղությունը, այդ պայմանագրերի գործողության ժամկետում
ինչպես աշխատանքային միգրանտը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները համարվում են օրինական գտնվողներ Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Ռուսաստանի Դաշնությունում պայմանագրի հիման վրա աշխատող հայաստանցիներից այլևս չի պահանջվում ներկայացնել ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության եւ օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող փաստաթուղթ, թմրամոլության եւ շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների բացակայությունը հաստատող միավձիայի բացակայության վերաբերյալ հավաստագրեր։ Ռուսաստան մտնելիս Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է լրացնեն միգրացիոն քարտ, աշխատելու նպատակով մեկնողներն անպայման պետք է նշեն աշխատանք բառը։ Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում համարվում են օրինական բնակվող։ Ավելին, այդ ընթացքում աշխատանքային պայմանագիրը ընդհանրենք 1 տարով է։ Նրանք ցանկացած անգամ եւ միգրանտը եւ նրա ընտանիքի անդամները եւ ցանկացած տևողությամբ կարող են վերադառնալ Հայաստան, գտնվել Հայաստանում եւ կրկին նորից հետ գնալ Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն նրանց վրա անցած տարվա օրենսդրական փոփոխությունը Ռուսաստանի Դաշնության, որ 180 օրվա մեջ առավելագույնը կարող են 90 օր գտնվել, չի տարածվում փաստորեն։ Ահա եւ վերջ, չկան այլ արտոնություններ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության միգրացիոն արգելքներին, ապա Հայաստանի քաղաքացիները պետք է շարունակեն անցած տարվա գործելավոճը։ Հարկավոր է դիմել միգրացիոն ծառայություն, տեղում լրացնել դիմում եւ սպասել պատասխանի։ Ծառայությունն այսօր արդեն մոտ 4000 դիմում ունի։ Մեկ օրում ստանում են առնվազն 50 դիմում։ Արմինե Ավետիսյան, Ժիրայր Հաբեցյան, Էպիկենտրոն։ Պահանջատիրական ոգին 2015 թվականով չի մարելու։ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղված միջոցառումներն ու անելիքները նոր փուլ են թևակողելու դրանից հետո։ Արևմտահայոց ազգային համագումար կազմակերպության աշխատանքը մի քանի ուղղություն է ներառում։ Առաջիկա անելիքի ու կարևոր շեշտադրումների մասին են խոսել Արևմտահայոց ազգային համագումար կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ, ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության падգամավոր Արագած Ախոյանն ու կազմակերպության խորհրդի անդամ Հարություն Մարությանը։ 100-ամյակն առաջին հերթին բացահայտում է, որ արևմտահայերի պահանջատիրական ոգին դեռ թարմ են։ Դա նշանակում է, որ 2015 թվականից հետո մեր շեշտադրումներն են պարզապես վերափոխվում։ Հենց այս տրամաբանությամբ էլ ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության падգամավոր, Արևմտահայոց ազգային համագումար կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Արագած Ախոյանը խորհրդարանում ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ։ Քանի որ գիտենք մեր ուրեմն մարզում համարյա թե հիմնական ազգաբնակությունը գաղթականներ են, նաև ես որպես падգամավոր պարտավոր եմ իրենց, ասենք, շահերը եւ ինչի՞ չէ, ապագա գալիք ապագայում իրավունքների ոտնահարված, հայրենասրկված, ունեզրկված ուրեմն այդ բոլոր հարցերը ուրեմն պահել, պահպանել եւ այդ ժողովրդի ամնից հանդես գալ որպես պահանջատեր։ Զոհի կարգավիճակից դուրս գալով նաև պետք է կարողանալ հայկական հարցին լուծում տալ։ Ցեղասպանությունը իր նպատակին հասած կլինի այն ժամանակ, երբ որ մենք կդադարենք ուրեմն ունենալ սփյուռք եւ կդադարենք ունենալ այն հայությունը, որը որ դեռևս մինչեւ հիմա ապրում է իր պատմական հայրենիքում, անկախ իրենց կրոնական պատկանելությունից։ Ոչ ենք անում այս պայից սկսված ուրեմն դուրս գալ զոհի կարգավիճակից եւ դառնալ պահանջատեր, դառնալ մեր պահանջատեր քաղաքացիների ներկայացուցիչներ եւ ձայնը ամբողջ աշխարհում։ Արցախյան պատերազմով մեր ժողովուրդը կարողացավ հաղթահարել զոհի կարծրատիպը, ասում է ազգագրագետ Հարություն Մարությանը։ Շատաղ, Վան, Շապինգարահիսար, Մուշ, Պնդճակ, Ուրֆա, Այնթապ, Գավառ, Փեսանդար, Սասուն, Մուսալեր, Խնոսի հայկական գյուղեր, Խոտոր ջուրի Գավառ։ Ահա վայրեր, որտեղ հայերը 1915-ից 1918 թվականներին մղեցին ինքնապաշտպանական մարտեր։ Արևմտահայոց ազգային համագումար կազմակերպությունն առաջարկում է ցեղասպանության մասին հիշատակելիս զուգահեռ ամրագրել հերոսական մարտերը, որ մղվեցին այդ տարիներին։ Հիմա եկել հասել ենք այդ հանգրվանի եւ արդեն մենք նոր որակ ստեղծելու ճանապարհին ենք։ Եվ այդ նոր որակը իմ խորին համոզմամբ պետք է ձերբազատված լինի զոհի բարդույթից։ Եվ դրա ձևերից մեկը դա այն է, որ ապրիլի 24-ի ուրեմն բանաձևումը կամ խորհուրդը վերաբանաձևել, ոչ թե այն թողնել ապրիլի 24 ցեղասպանության զոհերի հիշատակի օր, այլ ցեղասպանության զոհերի եւ ինքնապաշտպանական մարտերի հերոսների հիշատակի օր։ Այս կերպ հիշում ես թե զոհերին, թե հերոսներին, հավելում է Հարություն Մարությանը։ Քրիստինե Սուքեսյան, Հովանես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Միջազգային նորությունները կներկայացնի Սոնա Աղբալյանը։
Ադրբեջանի, Ալբանիայի, Սոմալիի նախագահները, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի վարչապետներն ու Բրիտանիայի արքայազն Չարլզը ընդունել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը, մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարությանը, որը նախատեսվում է ապրիլի 24-ին։ Եվս 38 երկիր ընդունել է հրավերը։ Անկարան հրավեր էր ուղարկել 102 երկրի, այդ թվում նաև Հայաստանին։ Թուրքիայի 5 հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ են արել գնալ ոչ թե Չանաքալե, այլ Երևան։ Նրանք նշել են, թե թուրքական պետությունն անում է հնարավորը ցեղասպանությունը մոռանալ տալու համար։ Մարդու իրավունքների գրասենյակի Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար փաստաբան Աբդուլբաքի Բողան պետությունների առաջնորդներին կոչ է արել հայոց ցեղասպանության 100-ամյակին Չանաքալե գալով չդառնալ Թուրքիայի հանցակիցը։ Կիևի պաշտոնյաները եւ ռուսամետ աշխարհազորայինները հայտարարել են, որ համաձայնության են եկել մարտերի կենտրոնում հայտնված արևելյան Դեբալցևո քաղաքի մոտակայքում կարճատև հրադադար հաստատելու վերաբերյալ, որպեսզի պաշարված բնակիչները կարողանան հեռանալ։ Հրադադարը կտևի 7 ժամ։ Թուրքիան եւ Ռուսաստանը սկսում են թուրքական հոսք գազատարի կառուցման նախագծի տեխնիկական իրականացման գործընթացը, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը։ Թուրքական Բոթասն ու ռուսական Գազպրոմը տեխնիկական աշխատանքը մտադիր են սկսել փետրվարի 7-ից։ Ռուսաստանը հարավային հոսք նախագծի կառուցման աշխատանքը դադարեցնելու մասին հայտարարել էր անցյալ տարվա դեկտեմբերին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի ընթացքում ծրագրի դադարեցումը պայմանավորել էր Եվրոպական միության ապակառուցողական կեցվածքով։ Ավելի ուշ հաղորդվել էր այդ նախագիծը մեկ այլ նախագծով թուրքական հոսքով փոխարինելու մասին։ Աթենքի կենտրոնի Սինտագմա հրապարակում առաջին անգամ բազմահազարանոց ցույց է անցկացվել ի աջակցություն կառավարության, Եվրոպական կենտրոնական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Գերմանիայի քաղաքականության դեմ։ Ցույցի գլխավոր կարգախոսներն են եղել «Մենք չենք ենթարկվի շանտաժի, մենք չենք վախենում, մենք չենք նահանջի, մենք կհաղթենք»։ Կազմակերպիչները կոչ են անում ակցիաներ անցկացնել հունական բոլոր քաղաքների կենտրոնական հրապարակներում։ Ծնկի իջած Հունաստանի եւ ենթարկվող կառավարությունների ժամանակաշրջանը ավարտվել է։ Մենք աջակցում ենք մեր կառավարության կոշտ դիրքորոշմանը։ Հույները Գերմանիայից պահանջում են փոխել վերաբերմունքը Հունաստանի պարտքի նկատմամբ։ Ռուսական ռուբլու փոխարժեքի նվազման պատճառով Ղազախ արտադրողները չեն կարողանում մրցակցել ռուսական գների հետ, եւ Աստանան պնդում է, որ Ռուսաստանից որոշ ապրանքների ներմուծման համար արգելք սահմանվի։ Խոսքը ավտոմեքենաների, դրանց մարտկոցների, նավթամթերքի, մսի ու ձվի, մակարոնեղենի եւ հրուշակեղենի, այլուրի հյութերի մասին է։ Ռուսաստանի Դաշնության գյուղնախարարության աղբյուրը հայտնել է, որ բանակցությունը շարունակվում է արդեն 1 շաբաթ եւ արգելք սահմանելու համար չեն ներկայացվել բավարար հիմքեր։ Սոնա Աղբալյան, Էպիկենտրոն։ Փետրվարի 14-ին Երևանում մեկնարկելու է բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը։ Փառատոնի կազմակերպիչ Բրիտանական խորհուրդը եւ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայ հանդիսատեսի համար 7 ֆիլմ են առանձնացրել։ Ծրագիրն իրականացվել է Բիլայնի աջակցությամբ։ Փետրվարի 14-ին Մոսկվա կինոթատրոնում նմանագման խաղ ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկելու է բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը։ 7 ֆիլմ, որոնցից յուրաքանչյուրը սիրո գովք է, սեր բնության, կյանքի, շրջապատի եւ մարդկանց նկատմամբ։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթի Լիչը համոզված է, ցուցադրվելիք ֆիլմերից յուրաքանչյուրը կյանքի յուրահատուկ փորձ է։ Այս տարվա ֆիլմերը լավագույնն են, որոնք ես տեսել եմ։ Մեկ անգամ եւս հաճույքով կդիտեմ, քանի որ այս ֆիլմերում ապրում է սերը կյանքի, բնության, հայրենիքի նկատմամբ։ Փառատոնի բացման ֆիլմը 8 անվանակարգում պայքարում է Օսկարի համար։ Յուրաքանչյուր ֆիլմ պատմում է մարդկային տարբեր կարգավիճակներում գտնվող մարդկանց կյանքի եւ սիրո մասին։ Բացի Երևանից բրիտանական ֆիլմերի փառատոնը հյուրընկալվելու է Դիլիջանում, Արմավիրում եւ Արարատում։ Փառատոնն իրականացնելուն աջակցել է Բիլայն ընկերությունը, որի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի կարծիքով այս փառատոնը նոր աշխարհայացք է բացելու երիտասարդների համար։ Բիլայնը ողջունում եւ կարեւոր է համարում այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են մարդկանց փոխել իրենց կյանքը։ Համոզված եմ, որ բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի ֆիլմերը կինոարվեստի սիրահարների համար հետաքրքիր կլինեն, իսկ երիտասարդները նոր շունչ կհաղորդեն հայ կինոարվեստին եւ հայկական մշակույթին։ Ուրախ եմ, որ բացի Երևանից այս ֆիլմերը կդիտեն նաեւ մարզերում։ Մենք համոզված ենք, որ այն իսկապես սիրված միջոցառում է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այն բոլոր գործընկերներին, ովքեր հնարավորություն են տալիս այս միջոցառումը իրականացնելու։ Մենք այն միշտ իրականացնում ենք Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ եւ արդեն որ 3-րդ տարին է Բիլայնը ֆինանսավորում է այս փառատոնը, որի համար մենք իսկապես շնորհակալ ենք։ Բրիտանական ֆիլմերը Երևանում ցուցադրվելու են Մոսկվա եւ Սինեմա Սթար կինոթատրոններում մինչեւ փետրվարի 20-ը, իսկ Դիլիջանում ցուցադրությունները տեղի են ունենալու մարտի 5-ից 7-ը, Արարատում մարտի 16-ից 18-ը, Արմավիրում մարտի 20-ից 22-ը։ Սիրան Ոսկանյան, Հովանես Քյուրքչյան, Էպիկենտրոն։
Անվճար բարձրագույն կրթություն Ռուսաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը Երևանում հայտարարում է թեկնածուների հավաքագրում Ռուսաստանի դաշնային բյուջեի միջոցների հաշվին 2015-ից 16 ուսումնական տարում ռուսական բարձրագույն հաստատություն ընդունվելու համար։ Նախորդ տարվա 208 տեղի փոխարեն գիտության և մշակույթի ռուսական կենտրոնն այս տարի տրամադրել է 223-ը։ Բարձրագույն կրթություն Ռուսաստանի Դաշնության բյուջեի հաշվին։ Երևանում մշակույթի ռուսական կենտրոնը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ։ Ծրագիրը նախատեսված է Ռուսաստանի Դաշնության լավագույն բուհերում բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կոչում ստանալու ցանկություն ունեցողների համար։ Քննությունը հաղթահարած դիմորդների կրթությունը անվճար է լինելու։ Ուսանողը վճարում է միայն ճանապարհի ծախսը և ապահովագրության փողը։ Ապրուստի ծախսերը հանրակացարանը ռուսական կողմն է հոգում։ Շատ հարմարավետ հանրակացարան է տրամադրվում։ Նախորդ տարվա 208 տեղի փոխարեն 2015-16 ուսումնական տարում տրամադրվել է 223 տեղ։ Տեղերի ավելացումը պայմանավորված է նաև հայ դիմորդների կրթության բարձր առաջադիմությամբ։ Студентов, которые поступали из Армении. Նախորդ տարի ընդունված հայ դիմորդները շատ лав արդյունք ունեին։ 75%-ն ընկել են Ռուսաստանի լավագույն բուհեր, մասնավորապես Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ։ 5% всех поступавших попало в лучшие российские вузы. Ընդունելության պահանջները նույնն են։ Դիմորդները պետք է քննություն տան ռուսական ծրագրով։ Փոխվել է միայն տարկետման թույլտվությունը։ На сегодняшний день по состоянию Նախորդ տարվա համեմատ այս տարի մեկ փոփոխություն կա։ Բանակում չծառայած դիմորդներին տարկետում չի տրվում։ По этой программе не предоставляется. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են երեքշաբթիից ուրբաթ Երևանի մշակույթի ռուսական կենտրոնում։ Փաստաթղթերի ընդունման վերջին օրը փետրվարի 16-ն է։ Լուսինե Մուրադյան, Արթուր Սուքիասյան, Էպիկենտրոն։ Այսքանով ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մաղթելով հաճելի ու հագեցած հանգստյան օրեր ցտեսություն։